նախորդ տարի ամռանը լույս աշխարհ եկավ դերասան Տիգրան Մնացականյանի և նրա երկրորդ կնոջ Մարիամի դուստրը։ Զույգը մեծ ուրախությամբ իր սոցիալական էջերում կիսվել էր ընտանիքի համալրման մասին լուրով, սակայն վերջին օրերի ընթացքում Տիգրանն ու Մարիամը հեռացրել են համատեղ ընտանեկան բոլոր լուսանկարները և դադարել են հետևել միմյանց սոցիալական էջերում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ զույգը բաժանվել է։ Այս մասին ոչ Տիգրանը և ոչ էլ Մարիամն իրենց սոցիալական էջերում որևէ հրապարակում չեն արել, իսկ մենք կսպասենք մեկնաբանությանը։ Ձեզ առաջարկում ենք դիտել նաև այն տեսանյութերը, որով ընտանիքը կիսվել էր սոցիալական էջերում։ Բոլորիս ամանորը եւ Սուրբ Ծնունդը, մաղթելով խաղաղություն, ներդաշնակություն եւ սեր բոլորիս ընտանիքներին։ Ես իմ ամանորյա նվերը ստացել եմ, իմ ամենաուզած, ամենացանկալի, բայց Տիգրանը դեռ չի ստացել, հատուկ եմ ուշացրել, որ մտածի նվեր չունի, ու հեսա կկանչենք, որ գա միասին իր նվերը բացենք։ Տիգ, Հաջան, արի մի հատ։ մար մի րոպե, Արի շուտ։ Հաջան, Կամար նվեր ունեմ։ Նոր տարվա նվեր։ խանդու գիշտ, Մի քիչ։ քիտ մերնում, Բացի, պահեմ բացես։ բացան, մամանից նվեր աղորա, Oya, Չվիսյո։ oya, հեսա, oya. Yarım tabii. «2017 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ դերասան Տիգրան Մնացականյանը և նրա կին Լիանա Առաքելյանը բաժանվել են։ Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք դերասանի հետ, ով սակայն հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ անձնական կյանքի հետ կապված։ Նշենք, որ զույգի ամուսնալուծության թեմային վերաբերվող նամակներ սկսեցին ստանալ կայքերը և խոսակցությունները թեժացան այն ժամանակ, երբ Տիգրանը սոցիալական ցանցի իր էջերից հեռացրեց կնոջ հետ բոլոր լուսանկարները։ Կարճ ժամանակ անց նա խոստովանեց, որ ամուսնալուծվել է։ Ամուսնալուծության պատճառը ես էի և իմ նոր սերը, կայքերից մեկի հետ զրույցում ասել էր դերասան Տիգրան Մնացականյանը, որի նոր սիրավեպը երիտասարդ աղջկա հետ համացանցում բուռն քննարկումների և նաև քննադատությունների առիթ էր դարձել։ Այն հարցին, թե ինչու բաժանվեց կնոջից Լիանա Առաքելյանից, դերասանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Առանց այդ էլ շատ եմ ցավեցրել Լիանային, չէի ցանկանա այդ մասին այլևս խոսել»։ Տարիներ առաջ, խոսելով իր նոր սիրելիի մասին, դերասանը ասել էր հետևյալը. «Իմ ընտրյալը մասնագիտությամբ դերասանուհի է, ծանոթացել ենք թատրոնում, թեև մեր միջև տարիքային տարբերությունը մեծ է 21 տարի, բայց դա որևէ նշանակություն չունի։ Ես ուզում եմ, որ ինչպես մենք, այնպես էլ բոլոր զույգերը երջանիկ լինեն, փորձություններից կանգ չառնեն և հասնեն իրենց երջանկությանը, անկախ ամեն ինչից», նշել էր Տիգրանը։ Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյանը իր նախկին ամուսնությունից ունի 2 երեխա՝ որդի և դուստր։ Հարցին,
թե ինչպես որդին ընդունեց իր նոր հարաբերությունները, նա պատասխանեց. «Ակնհայտորեն զարմացա, բայց որդիս երջանկությանս դեմ դուրս չեկավ», նշել էր դերասանը։ Նշենք նաև, որ Տիգրանի երկրորդ կինը Մարիամն էլ պատմել էր իր և Տիգրանի հարաբերությունների, նրա ամուսնալուծության և երեխաների հետ կապի մասին։ «Մենք իրար սիրում ենք, մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։ Կարծում եմ, տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերվում է այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը», ասել էր Մարիամը։ Ըստ Մարիամի, իրենց սիրո հիմքն այն է, որ իրենք չեն կարող ապրել առանց իրար։ Դա փոխաբերական իմաստով չեմ ասում։ Մեր միջև կա կապվածություն և մեծ սեր։ Շատ լավ ենք հասկանում իրար։ Եթե մարդիկ կարող են իրար հասկանալ խոսքով, մենք հասկանում ենք հայացքներով։ Ինքը մեծ է, բայց ինձ հետ կարողանում է լինել իմ ուզած ձևով, ասել էր նա ու հավելել, որ իրենց հարաբերություններում առաջատարը Տիգրանն է։ Իմ ընտանիքի գլուխը Տիգրանն է։ Եթե մենք ինչ-որ բանի ուզում ենք հասնել, երկուսով ենք խորհրդակցում, որոշում ներկայացնում և հասնում դրանց։ Նույն հարցազրույցի ժամանակ Մարիամը նաև խոսել էր Տիգրանի որդու հետ հարաբերությունների և նրա արձագանքի մասին։ Նա նշել էր հետևյալը. «Շատ լավ հարաբերություններ ունենք։ Մեզ համար զարմանալի էր, սակայն Ռոբերտը մեզ հասկացավ ու ասաց, որ ուզում է հայրը երջանիկ լինի։ Կարծում եմ, եթե երեխան առողջ մթնոլորտում է լինում, իր կյանքը, ապագան ավելի կատարելագործված է լինում։ Արինայի հետ շփում չունենք, քանի որ նա մայրիկի հետ արտերկրում է ապրում։ Մայրը խոչընդոտ չի հանդիսանում մեր շփմանը, պարզապես այս պահին երկրում չեն։ Հայկական իրականությունում մինչև ամուսնությունը համատեղ կյանքն իրականության մեջ համարձակություն է, հատկապես 19-ամյա աղջկա համար, որը որոշել է կյանքը կապել իրենից 21 տարի մեծ ամուսնալուծված տղամարդու հետ։ Մարիամը նաև խոսել էր, թե ինչպես են այս ամենին արձագանքել իր ընտանիքի անդամները։ Նա նշել էր հետևյալը. «Ես շատ եմ սիրում Տիգրանին։ Դրա համար կարողացա շատ բաների դեմ դուրս գալ և շատ բաների միջով անցնել։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, ընդունել է մեր ամուսնությունը։ Սկզբում հատկապես չէին ընդունում, սակայն արյունը ջուր չի դառնա։ Փորձում են համակերպվել։ Հայրս դեմ է, սակայն փորձում է համակերպվել։ Ի վերջո, իր աղջիկն եմ», ասաց Մարիամը։ Կարճ ժամանակ անց նրանք օրինական ամուսնացան։ Հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ։ Նրանք անդադար նշում էին, որ իրենք երջանիկ են։ Հավելենք նաև, որ թեմայի մասին մեկ անգամ խոսել էր նաև Տիգրանի նախկին կինը, ասելով հետևյալը. «Ինձ հանգիստ թողեք»։ Կայքերից մեկի հետ զրույցում ասել էր դերասան Տիգրան Մնացականյանի նախկին կինը Լիանան, անդրադառնալով իր նախկին ամուսնու նոր անձնական կյանքին ու նրա և նոր ընտրյալի սկանդալային հարաբերություններին։ «Ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, հետևաբար դեմ եմ որևէ հարցազրույցի», նշել էր Լիանան և լրագրողի ֆեյսբուքյան էջը ավելացրել սև ցուցակում։